Ես այսօր ձեզ կներկայացնեմ շատ 2015 թվականի զորավարության մտահղացումը իր նպատակը հետապնդում և այս պայդրությամբ ինչ միջոցառումներ է արդեն իրականացված։ Նախ ասեմ, որ զորավարությունը պլանավորված է եղել 2014 թվականի նոյեմբերին հաստատված Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և պլանավորված է հասկացնել զորավարություն, որին ընդգրկվելու են պետական կառավարման մարմինները, ինչպես նաև որպես օպերատիվ օղակի զորամաս, զինված ուժերի բանակային կորպուսներից մեկը։ Առաջին փուլում ընդգրկվել է պետական կառավարման բոլոր մարմինները, որոնք ունեն զորավարքային պատրաստականության խնդիրներ և Հայաստանի պաշտպանության նախարարի զեկույցից Հայաստանի Հանրապետության նախագահին ստեղծված իրավիճակը առաջնագծում, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության պետի զեկույցից, նաև արտաքին գործերի նախարարի զեկույցից նախագահը հրավիրել է երեկոյան ժամը 18:00-ին անվտանգության խորհրդի նիստ, որտեղ լսել է համապատասխան անվտանգության խորհրդի անդամների զեկույցները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի հիման վրա նախագահան որոշում է կայացրել հանրապետությունը բերել բարձր աստիճանի մարտական պատրաստականության և համապատասխան միջոցառումներ իրականացրել պետությունը լրիվ աստիճանի մարտական պատրաստականության բերման համար։ Այսօր ժամը 12:00-ին գումարվել է կառավարության նիստ, որը վարել է Հայաստանի Հանրապետության նախագահան, որտեղ լսել է այն միջոցառումները, որոնք իրականացրել են նախարարությունները և գերատեսչությունները հանրապետությունը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերելու ժամանակ, լսել են նախարարներին կատարված միջոցառումների վերաբերյալ, այս պայմանությամբ դեռևս կառավարության նիստը շարունակում է, կառավարության որոշումը կհրապարակվի մի քիչ ավելի ուշ։ Ինչի համար է այսպիսի իրադրություն ստեղծել, այս զորավարության նպատակը հետևյալն է. Առաջինը ստուգել պետության պատրաստականությունը մարտական գործողությունների կամ պատերազմի վերսկսման պարագայում ղեկավարման համակարգի ունակությունը և պատրաստականությունը պետությունը ռազմական դրության ժամանակ ղեկավարելու համար, ինչպես նաև մարզել ղեկավար կազմը և տվյալ իրավիճակում ղեկավարումը իրականացնելու համար։ Հաջորդը ստուգել տնտեսության հնարավորությունը պետությունը ռազմական դրության բերելու ժամանակ իրենց ունակությունները գերատեսչությունների այդ վիճակում աշխատելու ժամանակ, ստուգել պետության պահոստները ռազմական դրության ժամանակ և պետության հնարավորությունները։ Աշխատանքներն իրականում է հետևյալ կերպ, ներմուծականները պատրաստված է, ես որպես ներմուծական խմբի ղեկավար, գերատեսչությունները ներմուծականները ստանում են մի մասը անմիջապես միջնորդների կողմից, ովքեր գտնում են նախարարություններում և գերատեսչություններում, մյուս մասը տրվում է նախագահի անմիջապես նախագահի աշխատակազմին և նախագահի ցուցումի համաձայն իջեցումը որպես կարգադրություններ համապատասխան գերատեսչությունների։ Այս պայմանությամբ բոլոր ստացված ներմուծականների վերաբերյալ նախարարությունները և գերատեսչությունները համապատասխան որոշումներ կայացրել են, որոշումները զեկուցել են ղեկավար կազմին, որտեղ ստեղծված է զորավարության ղեկավար կազմ, ղեկավարը Հայաստանի Հանրապետության նախագահն է և ունի հետևյալ տեղակալները, անվտանգության հարցերով տեղակալը դա պաշտպանության նախարարն է, տնտեսական ոլորտի պատասխանատուն փոխվարչապետը,
եւ տարածքային կառավարման գծով տարածքային կառավարման նախարար եւ արտակարգ իրավիճակների նախարարը բոլոր ներմուծականները վերաբերյալ որոշումները կայացում է եւ զեկուցում համապատասխան զորավարության ղեկավարի տեղակալին։ Այսքան։ Հարցեր։ Կարող լինի ցանկացած անում, որևէ նշանակություն չունի։ Ինքը բոլոր զորավարությունները ինչ որ անվանում են գրում։ Կարծում եմ, որ եթե պետական մասշտաբի ամբողջ պետությունն է ընդգրկվել, դրանից ելնելու է, որպեսզի անունը մի քիչ ավելի հնչող, որևէ նշանակություն չունի։ Ցանկացած զորավարություն ինչ որ անվանում տալիս եք, մենք դրա որևէ նշանակություն չունի։ Իմիջիալոց ասեմ, որ ռազմական դրության ժամանակ լրատվամիջոցների գործունեությունները սահմանափակում են, կարծեմ, պարոն Արզուրովը դրա մասին ձեզ տեղեկացված կլինի, որովհետև դուք արդեն իրավունք չունեք պահպանելու։ Դուք պիտի տեղեկացված լինեք, որ այն ինֆորմացիայի տարածումը միակ իրավունք ունեք պաշտոնական հայտարարությունները, այլ ինֆորմացիայի տարածումը լրատվամիջոցների համար սահմանափակվելու է ռազմական դրության ժամանակ։ Դեռևս ռազմական դրություն չի։ Դեռևս պետությունը բերել է բարձրաստիճանի մարտական պատրաստականության։ Այսինքն սա նաև ձեզ համար է, որպեսզի նաև ձեզ մարզենք, որ պետությունը ռազմական դրության իրավիճակի բերելու ժամանակ լրատվամիջոցները ինչ կարգով պիտի աշխատեն։ Ասեմ, որ նախագահի հանձնարարականները զուտ վերաբերում են մեր պետության մոբիլիզացիոն պատրաստությանը եւ վերաբերում է պետության մեջ մշակված պլանի կատարմանը, գերատեսչությունների բերումը բարձր եւ լրիվ աստիճանի մարտական պատրաստականության, միջոցառումների կատարման գործընթացին, ինչպես են պատրաստված եղել նախարարությունները, պիտի ասեմ, որ բավականին զարմանալի լավ եւ դա պատճառը կա, որտեղ այս զորավարությանը մենք արդեն պատրաստում ենք մոտ 3 ամիս է ինչ նախապատրաստական փուլը գնում է եւ նախարարությունների գերատեսչությունների հետ համապատասխան աշխատանք է կատարվում, որպեսզի իրենք զորավարությանը պատրաստեն, որովհետեւ մեր նպատակներից մեկը եղել է այն, որ գերատեսչություններին ուսուցանենք, մարզենք իրենց կատարվելիք աշխատանքների շուրջ։ Կարծում եմ սրանից բխով գերատեսչությունները նախարարությունը բավականին լուրջ պատրաստվել են եւ այսօրվա 3 նախագահի մոտ զեկույցները, այսօր կառավարության նիստի զեկույցները բավականին պատրաստված են եղել եւ նախարարությունները լրիվության տիրապետել են իրավիճակին։ Միանշանակ։ Բավականին բավարար, կոնկրետ զինված ուժերի մասով այսօր արդեն հնչեցվել է, զինված ուժերը ունեն 65 օրվա պահուստ բոլոր տեսակի նյութական միջոցների համար, որոշ նյութական միջոցների համար մի քիչ ավելի շատ։ Պահուստը բավարարումը, մոբիլիզացիոն ռեսուրսը լրիվությամբ բավարարում է բանակի պահանջարկը եւ գերազանցումը մոտորապես 10 անգամ։ Բանակի պահանջարկը։ Ես առաջարկում եմ այդ 65 օրը ճիշտ մեկնաբանվի, ոչ թե որ այս բային ընդամենը դա ունենք, այլ խաղարկվում է դա, որովհետեւ իրական պահուստները մեր ավելի շատ են։ Բանակի պահուստներն են, ես ասել եմ, պետության պահուստները ավելի պետության պահուստները։ Հիմա հակառակորդ ասի, այ ընդամենը 65 օրվա եւ այլն, հասկանում եք։ Որ իմանա ոչ, 65 օրերը վս բավարարա, որպեսզի մենք մեր խնդիրը կատարենք։ Մարիամ ջան, լսում եմ։
Հարցը վերջը չլսեցի։ Չենք էլ գնահատական տակ այս պահին, ինչպես անդանում։ Դե արդեն տվեց գնահատականը։ Այս մասշտաբի զորավարությունը առաջին անգամ է։ Մենք զորավարություններ անցկացրել տարբեր ոլորտների առանձին, իսկ որպես այդպեսին ամբողջ հանրապետության բոլոր գերատեսչությունները միաժամանակ, սա առաջին անգամ է իրականացնում, իսկ գնահատականները դեռևս վաղ է տալու։ Դա մեկ կամփոփեք, ոչ միայն բանավոր զեկույցները, այլ այդ բոլոր ներմուծականների վերաբերյալ համապատասխան նախարարությունը բացի իր կայացրած որոշումներից, որոնք ճիշտ է, նաև պիտի հիշեցնի համապատասխան ցուցում այն կազմակերպությունների կամ ենթակա կառույցները, ովքեր պիտի նաև իրականացնեն։ Եվ որոշ ներմուծականներ պրակտիկ պիտի նաև իրականացվի։ Իսկ ներմուծականները, որոնք տրվում են, որոշ ներմուծականներ նախագահի ցուցումի համաձայն իրականացրել նաև պրակտիկ։ Մենք դա բոլորը պիտի ստուգենք, նաև փաստաթղթային մասը եւ ստեղծված է վերլուծական խումբ, որը այսօր հավաքում է ամբողջ ինֆորմացիան, ընդհանրացնելու եւ իրականանալու է արդյունքները ամփոփում, որտեղ հնչեցվել է գնահատականներ, ինչը նաև այսօր կառավարության նիստում նախագահան ասաց, որ բոլոր նախարարները եւ բոլոր նախարարությունները ստանալու են գնահատական։ Շնորհակալություն։ Բացառիկությունը կարծում եմ կայանում է նրանով, որ այն մտավախությունները, որ մենք ունեինք, որոշակի չափով նա իրականանում է։ Տարածաշրջանում իրավիճակը լարված է։ Սիրիայում եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը եւ մեր հարևան Թուրքիայի Հանրապետությունում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ մեր դաշնակից երկրներում Ռուսաստանում եւ Ուկրաինայի միջև այդ հարաբերությունները, Ադրբեջանի ռազմատեչ հայտարարությունները եւ վերջին ժամանակներս առաջի գծում լարվածության ուժեղացումը բացառիկությունը դա է, որը համընկել է մեր զորավարության հետ։ Ասեմ, որ մեր ստեղծված իրավիճակը մոտ է այդ ինչ որ այս իրավիճակը ստեղծվել է։ Բայց դեռևս բավարար չէ ռազմական դրություն հայտարարելու համար, կարծում եմ լրատվամիջոցներից դուք բանակետված տեղեկացված եք, որ ինչ որ իրավիճակ առաջնագծում կա, լրիվության վերահսկումը եւ առաջապահ ստորաբաժանումները համարժեք պատասխաններով կարողանում են հասցնել այդ ոտնձգությունները։ Բայց լարվածությունը առաջնագծում միանշանակ լարվել է եւ ոչ թե այսօր կամ այս զորավարության նախաշեմինը վերջին 2 տարիներին անընդհատ այդ լարվածության աստիճանը բարձրանում։ Զուտ բացարձակ զուգադիպություն, որը կապ չունի։ Ես ասացի, որ զորավարությունը պլանավորվել է 2014 թվականի նոյեմբերին, եւ թեման նույնն է, ոչ թեման է փոխվել, ոչ ընդգրկող անձնակազմը, ոչ էլ միջոցառման անցկացման ժամկետ։ Այդ այլ գերատեսչության կուղեկելի հերիքապանեին այդ ասեմ, որ այս ներմուծականների մեջ նաև դա է խաղարկում, որը արտգործնախարարությունը պիտի իրականացնի եւ արտգործնախարարի ելույթի մեջ սպառիչ պատասխաններ կա, ինչ միջոցառումներ իրականացան նախարարությունը, որպեսզի լարվածությունը իջեցվի։ Լավ, լսենք։ Մայք, զորավարությունը, որը մեկ պլանավորել է արձեկացում, իհարկե նա մոտ է այն խնդրին, որը պետության մեջ պլանավորված է
պետությունը բերելու լրիվ աշճանի մարտական պատրաստականության։ Բայց այս զորավարության ընթացքում չի արձարծում այդ հարցերը։ Այս զորավարության ընթացքում տարբեր բնույթի խնդիրներ է առաջադրում, որը կարող է պատերազմական գործողություն, այսօր մեր պլանների մեջ ընդգրկված չլինի։ Մենք նաև կանխատեսում ենք հավանական տարբեր գործողություններ եւ այս զորավարության ընթացքում ոչ միայն կիրառման պլանների շուրջ է ներմուծականները, այլ նաև մենք ընտրում ենք տարբեր ներմուծականներ, որոնք հավանական է, տարբեր իրադրություններ, որոնք հավանական է ստեղծվի Հայաստանի Հանրապետության մեջ։ Եվ մենք դա անում ենք ավելի դժվարին պայմաններով պետությունը, այսինքն այս զորավարությունը եւ մեր իրական հնարավորությունները իրար չի համում։ Մենք այս զորավարության ընթացքում մի քիչ ավելի բարդացնում ենք գերատեսչությունների խնդիրները, որտեղ հավանական է, որ այդպես նաև լինի։ Եվ նախորդ հարցի վերաբերյալ, օրինակ, չգիտեմ, ձեր հարցերը համընկնեց արտաքին գործերի նախարարության առջև ավելի լուրջ խնդիրներ է առաջադրում։ Օրինակ, եթե մեր դաշնակցային ընկերը պետությունը չկատարի իր պարտականությունը։ Այսպիսի տարբեր ներմուծականներով մենք փորձում ենք։ Իսկ պատրաստվելը ինքը ցանկացած միջոցառման դու պիտի պատրաստվես։ Քո համեմատությունը տեղի չէ։ Զինված ուժերը եւ հանրապետությունը ամեն օր, ամեն ժամ պատրաստ են բերելու բարձր աշճանի եւ լրիվ աշճանի մարտական պատրաստականության եւ մտնել պատերազմի մեջ, ինչը դա զինված ուժերը բազմիցս ապացուցել։ Ես խնդրում եմ այս հայտարարությունն օրինակ ներմուծականի տեսքով ճիշտ մեկնաբանեք մամուլը հանգարց ադրբեջանցի ուրիշ բան չսարքեն։ Չասեն հայերը հիմա հատուկ ռուսներից ուզում են սենց բան անեն եւ այլն։ Ես չասացի, որ ռուսներից է։ Չէ, այդ ներմուծականը։ Եվ իսկականից ներմուծականը Ռուսաստանին չի վերաբերում։ Մեկ ուրիշին է վերաբերում։ Ես ձեզ խնդրում եմ ուշադիր եղեք։ Պարոն Հակոբյան, վերջին մի քանի օրվա ընթացքում հակառակորդի գործողությունների արդյունքում 5 խաղաղ բնակիչ է վիրավորվել, ինչով է պայմանավորված հենց խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած ագրեսիվը եւ նախորդ տարվա համեմատ նման բան չեղել անգամ օգոստոսյան դեպքերի ժամանակ, ինչ է կարծում հնարավոր օգոստոսյան դեպքերի կրկնությունը լինի արդեն սեպտեմբերի սկզբում։ Որևէ բան չի բացառվում, բայց կարծում եմ, որ որևէ բան նաեւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի։ Ինչու է խաղաղ բնակչության վրա կրակում, կարծում եմ մեր եթե հետ դառնանք մի 23 տարի հետ եւ անցած պատերազմը մեկ վերհիշեք, կտեսնենք, որ մեր հակառակորդի եւ մեր թշնամու մոտ դա իրեն գործողությունների մոտ ժամանակ մեզ համար զարմանք չպիտի առաջանա։ Իսկ հիմնական պատճառը իրականն այն է, երբ հակառակորդը չի կարողանում առաջին գծում մեր զինվորների հետ զինվորներին համարժեք պատասխան տա կամ իր զայրույթը, իր մուրը հանի զինվորներից, սկսում է զենքի կիրառել անպաշտպան բնակիչների հանդեպ։ Դա է հիմնական պատճառը, որտեղ առաջին գծում որպես այսպեսին զինվորականների համար իրար հետ կռվելը, նաև հաղթել եւ պարտվելը պատվի հարց է։ Երբ այդպես չես կարողանում քո պատիվդ պահել, չգիտեմ, զայրացած սկսում են խաղաղ բնակչության վրա կրակելը։ Ինչի հնարավորությունը մենք ունենք բազմակի, բայց մենք երբևէ առանձնապես Արցախի հանրապետությունում մենք ունենք բազմակի հնարավորություն խաղաղ բնակչության վրա զենք կիրառելը եւ մեծ կորուստներ պատճառելը։ Բայց դա ինքնանպատակ չէ մեզ համար եւ կարծում եմ զինված ուժերը դրա համար չէ ստեղծված։ Զինված ուժերը ստեղծված է խաղաղ բնակչության պասպարելու համար։